Փաստացի Ադրբեջանը 2021 թվականից պրեմիում տեսակի բենզին ձեռք է բերում Վրաստանից, բայց Հայաստանին սկսել է վաճառել իր արտադրած բենզինը։ Որն է գաղտնիքը։ Իսկ դուք գիտեիք, որ մեթոդներից մեկը կապարի օգտագործումն է։ Օկտանը բարձրացնելու ամենահին եւ ամենաէժան եղանակներից մեկը կապարի հավելումն է։ Այս նյութը գրեթե ամբողջ աշխարհում վաղուց արգելված կամ մերժված է մարդու առողջության վրա ունեցած ծանր ու անդառնալի հետևանքների պատճառով։ Կապարը ծանր հարված է հասցնում վերարտադրողական համակարգին։ Մեծահասակների մոտ կապարի ազդեցությունը կապված է հիշողության վատացման, տրամադրության խանգարումների, դողերի եւ նյարդային համակարգի վնասման հետ։ Կապարը վնասում է նաեւ երիկամներին, սրտին եւ իմունային համակարգին։ Երկարատև ազդեցությունը մեծացնում է երիկամային հիվանդությունների, բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, ինսուլտի, արյան պակասի եւ հորմոնալ խանգարումների վտանգը։ Կապարի համար անվտանգ քանակ գոյություն չունի։ Դրա ազդեցությունը լուռ է, կուտակվող եւ հաճախ անդառնալի, ինչի պատճառով աշխարհում տասնամյակներ առաջ հրաժարվեցին կապարով բենզինից։ Կհրաժարվի արդյոք ադրբեջանական բենզինից հայ վարորդը, թե 90 դրամ խնայողությունն ավելի թանկ է, քան ձեր ընտանիքի, ազգական բարեկամների, ընկերների եւ հայրենակիցների առողջությունը։